Բարև ձեզ, այսօր մի հարց ծագեց մեր մոտ ու այդ հարցի պատասխան ենք ցանկանում տալ մեր հանրությանը եւ դա առաջին հարցն է, թե ինչ է աշխարհաժողովը։ Հիմա հերթով հերթականությամբ բոլորս կպատասխանենք։ Առաջինը թող պատասխանի այս հարցին Գանձակը։ Աստծո բարեկամություն, ուրեմն կարճ ձևով եթե ձևավորենք, ինչ է Իրանից ներկայացնում աշխարհաժողովը եւ ինչ է ինքը։ Աշխարհաժողովը էդի հայ ազգի կազմակերպությունն է, որը որ ձևավորում է, հայտարարում է եւ իրականացնում է հայության կամքը։ Այդ կազմակերպության գլխավոր նպատակը այդ է։ Շնորհակալություն։ Ադեկ ջան, բացում ունես։ Տեսել ավելացնեմ, ճիշտ է, տարբեր ժամանակներ խոսքը ասում ենք, բարև բոլորին, բայց բանը մոտեցումը, այսինքն խոսքի հերթականությունը կարող է մի քիչ խախտվի։ Հիմա հայ աշխարհաժողովի պատկերացումը, ասենց իրականության եւ ժամանակի շնչի հետ, սա հիմա այն նյութն է, որ առաջինը ժառանգականը ժառանգություն է մեզ, այսինքն մեկ համար առաջի բանը, որ ժառանգություն է, որին տեր կայնել է պետք։ Տերկայնից հետո ինչ խնդիր կա դրած հայ աշխարհաժողովի, որը պետք է ժառանգությունը մենք այսօր ժամանակի ձևափոխենք կամ միջազգային խոսք օգտագործենք, տրանսֆորմացիայի ենթարկենք նրան, որը ժամանակի շնչի հետ համապատասխանի։ Ինչ է հայ աշխարհաժողովը իմ մտորումով, իմ կարծիքով, իմ ուսումնասիրություններով կամ հասկանալով մեկս մեկից ինֆորմացիա փոխանցելով։ Հայ աշխարհաժողովը սա միջոց է, շատ մեծ միջոց է հայության թե ներսի գտնվող մեր հայությունը, լեռնաշխարհից մեր փոքր մի մասնիկի Հայաստան Հանրապետություն կոչվող Հայաստանի եւ մեր ամբողջ աշխարհի համասփյուր հայության ներուժը օգտագործելու, իր ամբողջ կարողությունը օգտագործելու ի օգուտ հայության շահերի նպատակները, երրորդ կետը նպատակների համար, որը մեջ մտնում է պաշտպանել հայոց աշխարհի, հայոց մշակույթի ինքնագոյությունը ու այդ վերջնական կետերի մեջ էլ մտնում է, որ վերջնականապես ազատագրվել հայոց լեռնաշխարհը ազատագրել։ Ես մոտեցումը ասենց եմ տեսնում, իր նպատակը ու իր կառույցը, որը ինքը բովանդակությունով գալիս է հերվից, հին աշխարհից, մեր հայոց աշխարհից, մեր նախնիներից, որի ժամանակը մենք պետք է ձևափոխենք ու ժամանակի շնչի հետ ու վերջնական նպատակը հայտարարենք։ Մնացածը Գանձակը ասես, կամքը եւ այլն։ Խոսքը փոխանցում եմ մեր մասնակիցներին։ Շնորհակալություն։ Արոին հարմար չի, Զորավար ջան, դու։ Բարև ձեզ, հայր ջան։ Հայ աշխարհաժողովը նշում եմ հայ աշխարհաժողովը, որովհետև իմ հասկացողությունով աշխարհաժողովը եղել է մեծ Հայաստանի մեջ։ Հիմա աշխարհով ծրված ժողովուրդ ենք, պետք է ես մտածում եմ, որ պետք է նշվի կոնկրետ հայ աշխարհաժողովը, որովհետև հայերն են դա կազմում, ու մենակ հայերը կարող մասնակցեն դրա մեջ, հոգով սրտով գոնե հայ լինել է, ասենք ազգությունների խառնուրդելի կարող չխանգարի, եթե մարդ հոգով սրտով հայա դասիրակվել։ Դա մեկ։ Կասը մյուսը, դա այն շունչն է, որ պետք է փչվի մեր հայոց հոգիների մեջ, որ աշխատի հայ ազգը, վերջապես աշխատի հասնի իրան ցանկությունները։ Հայ ազգի ցանկություններն էլ առաջնայինը ազատագրել հայոց լեռները։ Էլ կապ չունի, էլ քաղաքների անուն չեմ տալի մեկ-մեկ։ Մնացածը սաղ տղեկը ասեցին, շնորհակալություն։ Բոլորը իրենց կարծիքը հայտնեցին, հիմա հերթը իմն է, ես գլոբալ եմ մտածում աշխարհաժողովի մասին, այսինքն աշխարհաժողովը ինքը իրենով կապեր է ստեղծում մասնագետների եւ ազգի միջոցով, որպեսզի ազգը ինքնակազմակերպվի։ Հիմի մենք բաժանված ենք դրա պատճառով, որ տեղ-տեղ ոչ մեկ, ոչ ոք ինքնակազմակերպված չի եւ ինչ որ քայլեր չի կարողանում ձեռնարկել։ Այդ իսկ պատճառով հայ աշխարհաժողովը
հնարավորություններ է ստեղծում, որ ազգը ինքնակազմակերպի, այսինքն հույսը մի հոգու մի անձնավորության վրա չդնի, այլ ամբողջության վրա դնի։ Այսքանն է։ Եթե թույլ տաս, Սարակ ջան, մի հատ ավելացում անեմ, ուրեմն մենք չպետք է հայ աշխարհաժողովի կազմակերպությունը շփոթենք եւ խառնենք կուսակցության շարժման խմբերի հետ։ Դրա համար որ հայ աշխարհաժողովը զորավար ճիշտ ասում, հայ աշխարհաժողով, հայության ժողովը, դրա համար ասում ենք աշխարհաժողով, հայության աշխարհաժողովը իր մեջ բոլոր հայերին տեղա տալի եւ իրանք թե միաբանան։ Իսկ կուսակցության մեջ կան որոշ մի անձնավորություններ, քանակը կարող է լինի մեծաքանակ կամ փոքրաքանակ, բայց ոչ ամբողջ հայությունը։ Նույնը խմբերի մեջ, նույնը շարժման մեջ։ Դրա համար եթե շարժման անունը աշխարհաժողովը, կուսակցության անունը աշխարհաժողովը, բայց ինքը չի ձևավորվում տարածքի եւ մասնագետների միջոցով, ստեղծելով ոնց որ ադեպտասեր այդ կապերը, անձերի եւ մասնագետների կապեր իրար մեջ, դա չի կարող լինի աշխարհաժողով։ Դա մնալու է կուսակցություն, շարժում, խումբ։ Իսկ ոչ մի կուսակցություն, խումբ, շարժում չի կարող ոչ ձևավորի, ոչ հայտարարի, մանավանդ իրականացնի հայության կամքը։ Համար մենք դա պետք է հասկանանք, որ ոչ կուսակցություն օրենսներով կրկնեմ, ոչ շարժում, ոչ խմբեր, գուցե իրանք իրանք անունը դնում են աշխարհաժողով, չի համապատասխանում իրական աշխարհաժողովին։ Դրա համար նորից կրկնեմ, իրական աշխարհաժողովը բոլոր հայությունը պետք է տեղավորի իր մեջին։ Այդ հնարավորությունը պետք է տա, որ յուրաքանչյուր հայ հոգով, ազգությունով, գաղափարով, որ ինքը իրան հայ է հաշվում, հայ է համարում, հնարավորություն ունենա մասնակցի աշխարհաժողովին, հայ աշխարհաժողովին։ Շնորհակալություն։ Արտուր ջան, ինչ է հայ աշխարհաժողովը։ Իմ տեսակետով հայ աշխարհաժողովը դա ինստիտուցիոնալ կազմակերպություն կամ միասնություն, այդպես կարամ ասեմ, որը կապված է թե Հայաստանի Հանրապետության, թե Հայաստանից դուրս սփյուռքի հետ միասին ամբողջական հայ ազգի, հայ ընտանիքների, հայ անձանց միասնական մի հատ ուժ, մի հատ կազմակերպություն կամ այդպես կազմակերպություն, որը կարողանա եւ Սփյուռքում եւ Հայաստանի Հանրապետության ներսում արտահայտի իր միտքը, իր կարծիքը, իր տեսակետը եւ դրա հետ մեկտեղ օգտագործի իր ամբողջ ուժը, հնարավորությունը եւ Հայաստանի Հանրապետության իօկուտ Հայաստանի Հանրապետության, այսինքն հայ ազգին, Հայաստանի լեռնաշխարհին, Հայաստանի Հանրապետությանը վերականգնելով ընդհանուր հայկական լեռնաշխարհը, որը կարող է միայն անի հայ աշխարհաժողովը։ Իսկ հայ աշխարհաժողովը կարա դա անի, երբ որ կարողանա վերականգնի ամբողջականորեն հայ աշխարհաժողովը իր օրենքներով, կարգ ու կանոնով։ Իմ տեսակետը դա է, իմ կարծիքով։ Շնորհակալություն։